արշավին, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, իր զուգընկերը Աննա Հակոբյանը, վերջինս մինչև անգամ որոշ հոգեվարականներին մեղադրում է մանկապես պեդոֆիլ լինելու հետ, վստահ եմ տեսնում եք, վստահ եմ կարծում եք, թե ինչ ուղղակի ամոթել է կամ ինչի մեջ բերել, բայց սա իրենց լեքսիկոնն է, դոմփեն եւ մնացած վիրավորանքները, որը նաեւ Աննա Հակոբյանը հնչեցնում է իրենց քննադատողների հասցեին, ֆոտոգերանասունից մինչև ոչիններ, մինչև անգամ ձերքի վակցիներ են նաեւ նման որակում տվել։ Այս իրողությունները ինչով են պայմանավորված, ինչի նպատակ ունեն, այսօր հերթական ցավալի տեղեկություն հաստատվել Սյունիքում երկու անչափահաս երեխա հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչ հանգամանքներում արդյոք կառավարումը տեղ ունեցել, ինչ է սա, եւ ըստ էության, երբ որ այս զույգը, այս ընտանիքը մտնում է իրենք շատերի խոսքով շեղված է ուղղակի անկողինների հողի վրա, բոլորը հասկանում են ուղղակի հեռու գնացեք, կարծեցեք Նիկոլ Փաշինյանի գիրքը, մինչև անգամ արձանների բռնաբարելու մասին էր խոսում, ու ինչպես հոգեվարականներն են դες գրատականը տաս, որ այսպես խոսում ես, որ այս ամեն ինչը ասում ես, որ այս շեղվածությունը ունես, բայց հարցը լուծի նաև, այս երեխեքը որ հիմա այնտեղ են գտնվում, եւ առհասարակ այն կրակոցները, որ կան մեր սահմանների լուծում, նաև կրակոցների մասում եք լսենք ձեր տեսակետը, գլխավորշտաբի պետի եւ խայտարակ հայտարարությունը։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Մենք այսօր կանդրադառնանք մի շարք կարևոր եւ ազգային խնդիրներին վերաբերող այս թեմաներին, որովհետեւ սա քաղաքական, ներքաղաքական խնդիրներ չեն, սա ազգային խնդիրներ են, որոնք մեր համար օրասական են եւ ճակատագրական են նաեւ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի խոսույթը Հայաստանի Հանրապետության ներսում է միայն, որ առյուծի նման է իրան զգում, հա, ազգային ժողովում, երբ որ հոխորտում է, հա, հարձակվում է ընդդիմադիր գործիչների վրա, թաքնվելով իր ուրեմն հարյուրավոր այդ տասնյակ հարյուրավոր ախրանիկների հետևում, հա, իսկ դուրսը տեսել ենք մենք Նիկոլ Փաշինյանը ոնց է իրան պահում էր, ինքը sense Էրդողանը մատով կանչում է, Ալիևին գնում ասում է խնդրում եմ արի կոֆե գնանք, Ալիևը ասում է դավայ ստուց, հետո կգամ, էդ է Նիկոլ Փաշինյանի էությունը քաղաքական առումով, ինքը Հայաստանի ներսում ունենալով ուժային համակարգ, ունենալով հարյուրավոր մարդիկ, ովքեր պաշտպանում են իրեն, հա, անվտանգությունը իր մարդկանց վախացնում են, փողոցները փակում են, երբ որ Նիկոլ Փաշինյանը անցնում է, այն Նիկոլ Փաշինյանը, որ խոստանում էր, որ հեծանիվով կգնա գործի, այսօր տեսնում եք ինչ տասնյակ հարյուրավոր կալոնաներ են իր համար աշխատում, եւ Նիկոլ Փաշինյանը, ով ասում էր, որ առանց թիկնազորի թիկնապահի է գնալու իր գործունեությունը ծավալելու, թիկնազոր եւ թիկնապահ ունեցողներին անուններ կպցնում, ասում էր, որ դա անթույլատրելի է, ինչ են վախենում ժողովրդից եւ այլն, այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կտրված է ժողովրդից առհասարակ, հա, Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի տիրապետում ժողովրդի մոտեցումները։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի տիրապետում է իր ցածր ռեյտինգը, իր ցածր ռեյտինգի տոկոսները, այդ տոկոսները նա տիրապետում է եւ այդ տոկոսները թույլ են տալիս, որպեսզի նա այսպիսի ջղաձգումների մեջ հայտնվի։ Ջղաձգումներ, որոնք խոսում են Նիկոլ Փաշինյանի բացահայտված էության մասին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է այն ազգային հատվածները, որոնք որ մենք ունեցել ենք մեր ազգային հենասյուները, որոնց մեջ ամենակարևորը եւ գլխավորը դա մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը քայլեր էր ձեռնարկում, որպեսզի կազմաքանդեր եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը փորձում էր սեփականաշնորհել եւ ուզուրպացնել եկեղեցին, դա չստացվեց նրա մոտ։ Նիկոլ Փաշինյանը փորձում էր քրեական գործեր հարուցել, վախեցնել եւ գեներացնել նոր Հայաստան, նոր կաթողիկոս այդ շարժումը, նրա մոտ չստացվեց։ Իհարկե նրան օգնում էին որոշ հուդաներ, որոնք կային այդ ժամանակահատվածում, դրանց մասին մենք դեռ հնարավորություններ կունենանք խոսելու։ Հուդաներ, որոնք իրականում ներսից փորձում են խալխլել իրավիճակը եւ Նիկոլ Փաշինյանի թելն են թելում քաղաքական առումով, հա, որովհետեւ քաղաքական նույն գաղափարախոսությունը ունեն
եւ գայլերեն գառան մորթիով, գառան դիմակով, բայց դրա մասին հիմա չենք խոսի, դրա մասին կխոսենք հետո, հիմա կտանք քաղաքական գնահատականները եւ կվերլուծենք, թե իրականում ըստ էության Նիկոլ Փաշինյանը ինչու է դա անում։ Նիկոլ Փաշինյանի համար կա մի քանի գերխնդիր, որպեսզի նա կազմաքանդի եկեղեցին։ Այդ գերխնդիրները հետեւյալն են։ Մեր ժողովուրդը այսօր ցավոք սրտի ապաթիայի մեջ է, հա, մեր ուրեմն ազգային դիմադրողականությունը իջել է, Նիկոլ Փաշինյանը որպես վիրուս սրսկվել է հայ հասարակության մեջ եւ նվազեցրել է դեպի ամենամինիմում աստիճանի, հա, մեր ազգային դիմադրողականությունը։ Ազգային դիմադրողականությունը պահպանող միակ կառույցը մնացել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը չի թողում, որպեսզի հայ մարդը գոյություն չունենա, այսինքն եթե բժշկական լեզվով ասենք, մեր օրգանիզմի կյանքը պահպանում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը լուծում է մի քանի խնդիր։ Նախ Նիկոլ Փաշինյանը այսօր խոսում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ երկու անձնավորություն՝ Փաշզադեն, ով աշխատում է Իլհամ Ալիևի մոտ, եւ Նիկոլ Փաշինյանը։ Երկուսներ խոսում են կաթողիկոսի դեմ, երկուսներ խոսում են հայ առաքելական եկեղեցու դեմ, սա ֆիքսում ենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը իր տերերի մոտ ռևերանս է իրականացնում, հա, իր տերերի մոտ ասում է, որ ես պատրաստ եմ նոր զիջումների, նաև ազգային առումով, նոր զիջումների նաև հոգևորական առումով, ես պատրաստ եմ ամբողջությամբ մտնեմ ձեր լծի տակ, իմ հետ էլ մի երկիրը բերեմ, հա, որովհետև դուք ինչ եք ուզում, վաղը մյուսօր Նիկոլ Փաշինյանը կարող է քարոզել մուսուլմանությունը, որը ես օրինակ հավանական եմ համարում, հա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի օր ոնց որ ժամանակին ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ հիմա ասում է, որ Արցախը Ադրբեջանն է, Նիկոլ Փաշինյանը հնարավոր է մի օր ասի, որ պետք է ընդունենք մուսուլմանությունը, որովհետև այսօրվա դարաշրջանում մեր հարևանները, ամենամեծ հարևանները մուսուլմաններ են, հետեւաբար մենք էլ պետք է ընդունենք մուսուլմանությունը, հա, այս անթույլատրելի բանաձևը Նիկոլ Փաշինյանը այս խաղաղության կեղծ խաչմերուկի բանաձևի մեջ նաև կարող է ներառել օրերից մի օր։ Երկրորդ հատվածը, ամենակարևորը։ Երկրորդ հատվածը դա 100,000-ավոր աղանդավորականներն են, որոնք ստեղծվել են տարբեր շարժումներ, հա, աղանդավորական, մորմոնները եւ այլ, որոնց վրա 100,000-ավոր դոլարներ գումար է ծախսվում եւ այդ գումարը նրանք ծախսում են, որպեսզի գովազդեն իրենց հակաեկեղեցական արշավը եւ ըստ էության հակաքրիստոնեական արշավը, որովհետեւ նրանք զբաղվում են հոգեվորսությամբ եւ ես մեր երիտասարդներին կոչ եմ անում, որպեսզի այցելեն եւ շփվեն միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, միայն Սուրբ գրքի հետ, այն գրքի, որը ճշմարտության մասին է, կամ մի ճշմարտության մասին գիրք, դա մեր Սուրբ գիրքն է, այսինքն հին եւ նոր կտակարանը։ Դրանցից զատ չկա ճշմարտության մասին որևէ գիրք եւ մնացած քարոզները, դրանք կեղծ քարոզներ են եւ մեր քարոզը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու քարոզն է եւ պետություն չենք ունեցել, եկեղեցի ենք ունեցել, ով մեր գիրն ու գրականությունը բերը հասցրել է մեզ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է խալխելի եւ քանդի այդ մեր հենասյուներից ամենավերջի եւ ամենամեծ հենասյունը հայ առաքելական Սուրբ եկեղեցին, բայց նրանց մոտ որևէ բան չի ստացվելու, որովհետեւ օսմանները չեն կարողացել քանդեն մեր եկեղեցին, տարբեր հեթանոս թագավորներ փորձել են եւ չեն կարողացել, խորհրդային միության ժամանակ եկեղեցականները կտանքների են ենթարկվել եւս եւ չի ստացվել քանդել կամ խալխլել մեր եկեղեցին։ Եկեղեցին կա եւ մնում է, եկեղեցին այնպիսի կառույց է հայ առաքելական եկեղեցին, որը առաջնորդվում է իմ ասած Սուրբ գրքով եւ որը Աստծո տակ է գտնվում իր գոյությունը, Աստծով է պայմանավորում, որպես ոնց որ մեր ազգը այդ ազգին հնարավոր չի հաղթել։ Հիմա այդ ազգի մեջ հայտնվել է մի անձնավորություն, որը իր վրա վերցրել է չարիքի դերը։ Ինքը փորձում է այդ անտիգերոյի, այդ հակահերոսի դերը վերցնի իր վրա ու խոսա այն բաները, որոնք մեր համար անընդունելի են։ Տեսնում եք, ինքը
իր կինը խոսում են անընդունելի լեքսիկայով, նրանք մտնում են մարդկանց տները։ Դա որևէ իշխանության ժամանակ, որևէ երկրում անգամ չի եղել թույլատրելի, որպեսզի մարդիկ անցնեն եւ սանձարձակ պահեն իրենց ունենալով իշխանություն լինելով առաջի դեմքեր, խոսեն մարդկանց ընտանիքներ մտնելուց, իրենց անկողիններից, ինչ որ նմանատիպ կեղտոտ թեմաներից խոսեն, դուք ինչպես որ տեսնում եք, մենք երբեք թույլ չենք տվել մեզ որևէ պարագայում, անգամ եթե սրանց է վերաբերվում խնդիրը, մենք երբեք թույլ չենք տվել մեզ մտնենք մարդկանց ընտանիք կամ ասենք երեխեքին թիրախավորենք կամ նմանատիպ ինչ որ մի բան, որովհետև մենք շարունակում ենք եւ շարունակելու ենք այդպես անում, որովհետև մեր էությունը դա մեզ թույլ չի տալիս եւ մենք չպետք է երբեք նմանվենք Նիկոլ Փաշինյանին կամ առհասարակ այդ փաշինյանական քաղաքականությունը ворթեգրենք, որովհետև մենք տարբերվում ենք հենց նրանով, որ մենք իրավունք չունենք նույն վարվելակերպ ունենանք եւ այն ուղղությունները, որոնք մենք ասում ենք, որ հիվանդացած են հենց նիկոլիզմով, որովհետև այդ նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, պետք է ջնջվեն սևերի եւ սպիտակների բևեռացված այս հասարակության գծերը պետք է ջնջվեն, որ մենք ունենանք միասնական հասարակություն։ Այս կոնտեքստում, որ այս Նիկոլ Փաշինյանի ստի եւ խաբեության մասին ենք խոսում, մենք նաեւ շուտով կանդրադառնանք մեր սահմանային լարվածության ճիշտ գնահատականը քննարկենք, թե ինչ ձև ենք մենք գնահատում եւ մենք խոսենք նաեւ խաղաղության խաչմերուկի կեղծ լինելուց, բայց մինչ այդ ես մի հարց եմ ուզում բարձրացնեմ։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, ես ուզում եմ անդրադառնամ մի փոքր անդրադարձանեմ, մի փոքր։ Օրեր առաջ Էդմոն Մարուկյանը ասում էր, որ իրան Ֆրանսիայից զանգել են, տալիս է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը նաև, որ իրան զանգել են Ֆրանսիայից, ասել են, որ այդ impeachment-ի թեման, ինչ որ չեն, մենք ինֆորմացիա ունենք եւ այլն, ինչ որ sense աբսուրդային մտքեր է հայտնում Էդմոն Մարուկյանը, հա, ինչ որ մարդու մասին, ուղղակի որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ես չեմ ուզում օրինակներ բերեմ, թե օրինակ ինձ Մոսկվայից զանգե ինչ են ձեր մասին ասե կամ ասենք Ամերիկայից ինձ ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին, մա բարձրաձայն եմ օրինակ ինձ Ամերիկայից ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին կամ ասենք Մոսկվայից ինչ ինֆորմացիա են տվել ձեր մասին։ Այսինքն ինչ է նշանակում ինձ զանգել է ինչ որ մեկը, բայց դուք լուրջ մարդու տպավորություն եք ուզում դες թողեք։ Ասենք ձեր քաղաքական կշիռը մենք չենք անդրադառնում երբեք Էդմոն Մարուկյաններին, ասեմ ինչի համար։ Սա քաղաքական գնահատական է, էլի, ուղղակի որ դուք իմանաք հարգելի հայրենակիցներ, մեր երիտթևի Դավիթ Մխիթարյանը, մեր Դավուկը, քաղաքականապես ավելի մեծ ռեսուրս ունի, քան Էդմոն Մարուկյանի ամբողջ կուսակցությունը կամ Էդմոն Մարուկյանի քաղաքական կապիտալը։ Եվ ես կարծում եմ, այսքանով ամեն ինչ կարելի է ամփոփել, ուղղակի թող հանգիստ նստեն տեղներ իրանց, խելոք, ոնց որ մենք չենք մոռացել, որ դուք Նիկոլի ծառան եք եղել եւ Նիկոլի հետ ձեր-ձերի հանձնել եք Արցախը, ձեր-ձերի հանձնել եք թուրքերին մեր սուվերեն տարբեր տարածքներ, սկսած նրանից այդ Արցախը, Հայաստանը եւ վերջ եզրույթներից, որ մարդկանց խափում էիք, դուք եղել եք Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանը։ Եվ կան էլի մարդիկ քաղաքական դաշտում, ովքեր ծառայել են Նիկոլ Փաշինյանին, նախարար են եղել իր մոտ բան, հիմա տենց հարմարվել են ընդդիմադիր դաշտում, փորձում են ընդդիմադիր խաղալ ու այն կարգավիճակն են փորձում ստեղծեն իրենց մոտ, որ իրանք ազգային քաղաքական գործիչներ են եւ այլն, որ իրանք որևէ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի, իրանք չեն ծառայել իրան, դուք Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիքն եք եղել, հարգելի քաղաքացիներ, մենք ինչպես տեսնում եք, ձեզ չենք թիրախավորում, հիմա այդ ձեր ընտրած ճանապարհն է, ուզեցել եք ինչ որ իշխանությունից օգտվեք, ուզեցել եք դուք մի բան կարողանաք կպցնեք, հիմա կպցրել եք, չեք կպցրել, ոնց որ ասում եմ, մուրը ձեր գլուխը, դուք գիտեք, ինչ ուզում եք արեք, բայց որ սկսում եք խոսալ, մենք արձագանքելու ենք, իսկ արձագանքելու ենք շատ ցավոտ, որովհետև ճշմարտությամբ ենք արձագանքելու, ճշմարտության մեջ դուք նույն ձև կապիտուլյանտ եք, ինչպես Նիկոլ Փաշինյանը, դուք եք այդ կապիտուլյացիայի
ուրեմն կիսողները դուք էլ եք այդ կապիտուլյացիայի սերմանողները եւ կապիտուլյացիայի պատասխանատուները եւ այն մարդիկ, ովքեր խաբել են 2018 թվականին մեր հասարակությանը, ովքեր միտումնավոր խաբել են ժողովրդին հանելով փողոց եւ հետո պաշտոններ են զբաղացրել, պաշտոններ են վերցրել եւ անձնական շահերին են ծառայեցրել այդ պաշտոնները, իրավունք չունեն քաղաքական դաշտում առհասարակ այլևս ունենան ինչ որ խոսք ազգային արժեքների մասին։ Գնացեք խոսեք ձեր արժեքներից։ Եկեք քաղաքական դաշտը Հայաստանի ազատ է, խոսացեք, այնա տեսնում եք Նիկոլ Փաշինյանը ցաղորը խոսում է, չգիտես ինչի մասին։ Իրանք այսօր վախեցած են, ակնհայտ է դա, որովհետև տեսնում են, որ իրանց բզերը իրանց համապատասխան թարս տեղով է մտնում եւ տեսնում են, որ ժողովրդի կողմից չունեն աջակցություն, փորձում են, որ Նիկոլ Փաշինյանի վրա սաղ գցեն, ասեն, որ սաղ Նիկոլն է եղել, մենք մեղավոր չենք, այդ տես չի։ Դուք հավասարաչափ Նիկոլի հետ մեղավոր եք, հավասարաչափ պետք է պատասխան տաք օրենքի առաջ եւ մենք ունենք այդ սահմանադրական հնարավորությունները, հետագայում ձեզ ցույց տալու ձեր իրական տեղը, որպեսզի մենք հասկանանք այդ ադրբեջանցիների պայմանավորվածությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը ինչ դեսպան էր աշխատում, որպեսզի մենք հասկանանք այդ ինչ գործ ուներ Էդմոն Մարուքյան Նիկոլ Փաշինյանին է իր ծառայում, ինչ է իր էլի անում։ Այդ սաղ մենք պետք է հասկանանք, հետո դրա մասին հետո հիմա մենք ունենք մի թիրախ դա Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը եւ սահմանադրական ճանապարհը դրա իմպիչմենտի գործընթացն է։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք եւ խոսում ենք։ Այսօր մենք պետք է կարողանանք միասնականություն ապահովենք, որպեսզի հրաժարվենք Նիկոլ Փաշինյանի այս կեղտոտ արշավից։ Հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին։ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, այդ խաղաղության խաչմերուկից այսօր երկու անչափահաս երիտասարդ է առևանգվել եւ այսօր նրանք արդեն Ադրբեջանում են որպես պատանդներ։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում մեր ազգային խնդիրները բարձրաձայնել, ասել, որ մենք մեծ խնդիրներ ունենք միջազգային մեր գործընկերներին, ասել, որ մենք ունենք մեծ պահանջներ Ադրբեջանից, որովհետև նրանք ուզուրպացրել են հայկական հանրապետությունը 200 կիլոմետր, ուզուրպացրել են հայկական Արցախը 11000 քառակուսի կիլոմետր։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով չպետք է ուզուրպացնեին, բայց ուզուրպացրել են, պետք է վերադառնանք այդ փաստաթղթին։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնաց Պրահայում հրաժարվեց այդ փաստաթղթից եւ այսպես շարունակ 100 անգամ այս թեմայով խոսացել ենք մենք։ Հիմա տեսեք ինչ անում։ Նիկոլ Փաշինյանը դες ճարտար ներքաղաքական թեմաների մեջ խոսում է, ճարտար։ Խոսում է, որ դուք, բան, եկեղեցին, մենք, չգիտեմ ինչ, բան, բայց դուրսը մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ոնց է ասասկվում, երբ որ տեսնում է Իլհամ Ալիևին կամ Էրդողանին կամ այլ ղեկավար, կապ չունի, ինքը սսկվում է, որովհետև վախում է խոսա, որովհետև ընդ չի կարա զանգի ինչ որ ասի սրա վրա գործ կարեք, նրա վրա նոր հոդված դրեք, ոնց որ մեր հետ անում, էլի, ով ինչ խոսում է, մի բան ավել ես խոսում, մի անգամից մի հատ նոր քրեական գործ է, մեր վրա չի ազդում այդ։ Դուք շատ լավ գիտեք, մեզ չի լինում վախացնել քրեական գործերով, կալանավորերով, մեր պարոն Աշոտյանը ուղիղ 10 օրից կլրանա երկրորդ տարին։ Հույս ունենանք, որ կթողեն, բայց սրանց վրա հույս դնել իհարկե չի կարելի, որովհետև ապօրինի 2 տարի ապօրինի են պահում, նես չի, ասենք 2 տարի, այս 10 օրն են ապօրինի պահում, որ հույս ունենանք թողնել, 2 տարի ապօրինի են պահում եւ եվրոպական մի շարք կառույցները դրա մասին խոսացել են։ Մեր վրա քրեական գործեր են նոր հարուցում, տեսել եք նաև Երիթևի փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Աշոտ Անդրեասյանի վրա փորձել են նոր հակակոռուպցիոնում ինչ որ գործ հարուցեն, ասելով թե ինտերվյուի ժամանակ այդ ինտերվյուները մենակ մեր ինտերվյուներով է հետաքրքրում հակակոռուպցիոն կոմիտեն, էլի այդ որ Նիկոլ Փաշինյանը կամ իր կինը խոսում էր, դրանով իրանք դες չեն հետաքրքրվում, էլի հիմնականում տենց հետաքրքրվում են ընդդիմադիրների, էլի ով ինչ ասում, ով ինչ ունեցվածք ունի։ Հիմա ես ասում եմ, այդ կոռուպցիա է մանգալի բան, հիմա ես ասում եմ ու կոչ եմ անում եւ հակակոռուպցիոն կոմիտեին եւ
Ով է դրանով զբաղվում вообще առհասարակ, գնացեք զբաղվեք, գնացեք Նիկոլ Փաշինյանի դուրը թակեք եւ հարցրեք պարոն Փաշինյան, ինչ եղավ 7 միլիարդ դոլարը։ Ոչ թե $200, $500, $10,000, 7 միլիարդ դոլար գումարը, որ դուք վերցրել եք, արտաքին պարտքը ավելացրել եք։ Ինչ ա եղել, էլի մի հատ մեզ ցույց, մի հատ հելեք ժողովրդին ցույց տվեք, ասեք ժողովուրդ ջան, այս 7 միլիարդ դոլարով տեսեք, այս բաներն ենք մենք արել։ Այսինքն հիմա ես արձանագրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թալանչի է։ Նիկոլ Փաշինյանը թալանել է մեր բյուջեից գումարներ, կապ չունի ինչ ա արել, արդեն պետք է իրավապահ համակարգը ճշտի թե ինչ ա ինքը արել, բայց ես տեսնում եմ, որ ես հարկ եմ մուծել ու ես հիմա էլ եմ հարկատու եմ, հարկ եմ մուծում, բայց այդ իմ հարկից գոյացած գումարով պետական պարտք ավելանում, փոխանակ այգիներ ավելանա, փոխանակ ավտոպարկեր ավելանա, փոխանակ նոր ատոմակայան ավելանա, փոխանակ նոր ճանապարհներ ավելանա, փոխանակ նոր երկաթգիծ սարքենք, փոխանակ մետրո սարքենք, ավելանում են միայն խցանումները, ծառահատումները, նարկոմանները, խաղամոլները, սպանությունները, դանակահարությունները սրանք են ավելանում։ Այդ 7 միլիարդ դոլարի մեջ, որը Նիկոլ Փաշինյանը ձեզանից թալանել է։ Հիմա իրանք փորձում են սրա վրա գրեն $1 միլիոն, նրա վրա գրեն, որ սրան կաշառք են տվել, նրան ես շատ գիտեմ ինչ են տվել, սրան $10,000 փող չի կարող ցույց տա, որտեղից է աշխատեցի։ Սրանով փորձում են ժողովրդին խաբել, ինչ Range Rover-ն $5,000 հետ բերում, 1000 մետր հող են հետ բերում, բայց եկեք մի հատ տեսնենք։ Եկեք հաշվենք, տեսնենք 7 միլիարդ դոլարով։ Ինչ է կարել դուք էլի։ Ամենայն անկեղծությամբ, ինձ հետաքրքրում է, եկեք հաշվենք, տեսնենք հարգելի հայրենակիցներ, մի հատ ինքներիցս դուք հարց տվեք։ Ասեք լավ, դու խոսում ես կոռուպցիայից, դու խոսում ես թալանից, դու խոսում ես մարդկանցից փող գողանալուց եւ այլն, չէ՞։ Ահա։ Դու այդ 7 միլիարդ դոլարը ինչ ես արել։ Ինչ եք արել դուք այդ փողը։ Եկեք նստեք, բացատրեք, ասեք ժողովուրդ ջան, այս փողը վերցրել ենք, բայց նայեք ինչա բացատրեն։ Մեկը ըստ էության որևէ բան չի փոխել, որովհետև շոշափելի ոչ մի բան չկա։ Ոչ մի բան չկա, նայեք 7 միլիարդ դոլար, մենք 6 միլիարդ դոլար արտաքին պարտք ենք ունեցել։ Երկու պատերազմ ենք ունեցել հաղթած այդ ընթացքում, 30 տարի ապրել ենք այս երկրում, պատերազմներ ենք հաղթահարել, միջազգային կրիզիս ենք հաղթահարել, 6 միլիարդ դոլարի մենակ Նիկոլ Փաշինյանը զենքա Իլհամ Ալիևին նվիրել, Սերժ Սարգսյանի բերած Հայաստան զենքերը նվիրել է Ալիևին, Նիկոլ Փաշինյանը 6 միլիարդ դոլարի, 50,000 տոննա սպառազինություն ենք ունեցել, 400 միլիոն դոլարի միջազգային պայմանագրեր ենք ունեցել։ Ու այդ ընթացքում ունեցել ենք զարգացող տնտեսություն, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է 400% աշխատավարձի աճ, 400% թոշակի աճ, ունեցել ենք ԵԱՏՄ-ի պայմանագիր, որի հիման վրա հիմա Հայաստանի Հանրապետությունը տնտեսությունը շնչում է։ Մենք ունեցել ենք հնարավորություն լինել աշխարհի top 10 ամենաանվտանգ երկրներից մեկը, Երևանը համարվել է 10 ամենաանվտանգ քաղաքներից մեկը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարվա ընթացքում մենք ունեցել ենք հանձնած Արցախ, 200 կիլոմետր, 200 քառակուսի կիլոմետր հանձնած Հայաստանի Հանրապետությունից հող, 5000 մեր առյուծ եղբայրները, որ սպանվեցին։ Մենք ունեցել ենք բարոյալ լքում, մենք ունենք հիմա մեծագույն արտագաղթ, ավելացել է 500%-ից ավել ավելացել է այսքանի ժամանակվա ընթացքում 7 տարուց ավել, քանի 100%-ով ավելացել է թմրամիջոցների վաճառքը, թմրամիջոցների տարածումը, դանակահարությունները, սպանությունները, գողությունները, անարխիան, էս է Նիկոլ Փաշինյանի կառավարումը, եւ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը բերել է մեր քաղաքացիներին 7 միլիարդ դոլար արտաքին պարտք։ Ուր է այդ արտաքին պարտքը, դուք ինչ եք այդ գումարով արել։ Դուք մարդկանց վրա քրեական գործ եք հարուցում, մեղադրանքներ եք հնչեցնում, ասում եք, որ դուք, բան, եւ այլն, ես եք արել, այն եք արել։ Կոնկրետ առարկայական խոսացեք, ով ինչ է արել եւ առարկայական խոսացեք, դուք ինչ եք արել։ Այսօր երիտասարդները, որ ուզում են արտագաղթեն Հայաստանի Հանրապետությունը, դա Նիկոլ Փաշինյանի թալանած 7 միլիարդ դոլարի պատճառով է։
որովհետև այդ 7 միլիարդ դոլարը եթե Նիկոլ Փաշինյանը չթալաներ, այսօր երիտասարդները չէին ուզի արտագաղթեին, որովհետև երկու երիտասարդը, որ այսօր պատանդ են, երկու երիտասարդներն այսօր որ պատանդ են վերցրել ադրբեջանցիները, հնարավորություն չէին ունենա պատանդ վերցնելը, որովհետև մենք նորմալ լավ ամուր բանակ կունենայինք, որը ունեինք մինչև 2018 թվականը։ 7 միլիարդ դոլարի պատճառով է, որ մեր առողջապահությունը այսօր կաղում է։ 7 միլիարդ դոլարի պատճառով, որ այսօր մենք ունենք կրթական մեծագույն խնդիրներ, որ կրթվել է նորաձև է, ինչ որ խաբեությամբ եք զբաղվում, բայց ըստ էության դուք անգրագիտություն եք սերմանում, մարդկանց ասում եք քրֆուրներ եք տալի, վիրավորում եք եւ անթույլատրելի լեքսիկա եք օգտագործում եւ անթույլատրելի գաղափարախոսություն առհասարակ, որովհետեւ դա ապազգային գաղափարախոսություն է, եկեղեցու դեմ գաղափարախոսությունն է եւ քայլերն ու խոսույթը առհասարակ։ Ես հիմա նորից եմ ձեզ հարցնում։ Պատկան մարմիններ եւ այլ ով է դրանով զբաղվում, ես վստահեցնում եմ մեր հայրենակիցներին, որ այն պատկան մարմինները, որոնց պատասխանատուն մենք կլինենք, թղթով, թանակով ձեզ կներկայացնենք, ասենք այդ փողերը ուր են գնացել, մենք կբացահայտենք այդ գումարների հոսքը, այդ 7 միլիարդ դոլարը իրանք ինչ են արել։ 7 միլիարդ դոլար դուք պատկերացնում եք, ինչ մեծ գումարի մասն է խոսքը, էլի։ Մի տեղ չկա, որ կարող են ցույց տալ, գիտեք ինչ կա, մենք 1 միլիարդ դոլար գումար ենք վերցրել, այս գրիչի արտադրամասն ենք հիմնում։ Որևէ ձև, որևէ բան չկա։ ԱԹՍ-ների զավոդներ, որևէ ռազմական նշանակության օբյեկտներ, որևէ ստրատեգիկ նշանակության օբյեկտներ, բժշկական նշանակության օբյեկտներ, մշակութային եւ տնտեսական նշանակության օբյեկտներ, որևէ գործողություն արված չի։ Նիկոլ Փաշինյանը այս ուղղությամբ եւս խափում է եւ ստում է մեր հայրենակիցներին։ Հիմա ես ուզում եմ հարց տամ ձեզ։ Արդյոք չէր կարելի 7 միլիարդ դոլարով կահավորել սահմանը։ Իհարկե կարելի էր կահավորել ոչ միայն սահմանը, այլ նաեւ առաջատար ռազմամթերքներ կարելի ձեռք բերել, որը Նիկոլ Փաշինյանը, ես նորից եմ ասում, եւս չի արել, որովհետեւ այդ մարդու համար պետք չի, ինքը իր հետաքրքրվածությունը ունի։ Ինքը ուզում է նորից իշխանություն գա, հիմա այդ աղանդավորներին է փորձում հետ բերի իր թիմ, որովհետեւ նաեւ աղանդավորական շարժումների աջակցությամբ է Նիկոլ Փաշինյանը եկել իշխանության։ Նա այսօր փորձում է հետ բերել իր էլեկտորատը, որովհետեւ նա հասկացել է, որ իր էլեկտորատը այլևս գոյություն չունի։ Նա հասկացել է դա տարբեր պարտություններում, նա հասկացել է դա տարբեր սոցհարցումներում, որը խոսում է այն բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը չունի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ Այ իշխանություն ինչի եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ իմ իշխանությունը դա ժողովրդի իշխանություն է, ժողովուրդը այսօր հարգելի հայրենակիցներ ուզում եմ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին ուղղակի տանել չի կարողանում եւ զզվում է Նիկոլ Փաշինյանից եւ նիկոլիզմից առհասարակ։ Նիկոլիզմը խոսում է այն բանի մասին, որ մարդիկ իրար քրֆում են, քֆուր են տալի, կանանիկ քֆուր են տալի տղամարդկանց, տղամարդիկ քֆուր են տալի կանանիկին, իրար մասին բամբասում են, բանսարկություններ են տարածում, խոսում են իրար անգողին մտնելու մասին, այս չի ուզում նրան, այն չի ուզում նրան, այս մեկը չի սիրում այն հարևանին, հարևանը չի սիրում մյուս հարևանին, մեկը մյուսի էշին չոշ է ասում եւ այլն։ Սա Նիկոլ Փաշինյանի կեցվածն է եւ ներքին եւ արտաքին քաղաքական դաշտում եւ մենք պետքա սա վերացնենք, սիրելի հայրենակիցներ։ Մենք ունենք այդ հնարավորությունը եւ մասնավորապես ես իմ խոսքը ուզում եմ հղել երիտասարդությանը։ Սիրելի երիտասարդներ, սա մեր երկիրն է եւ մենք ենք այս երկրի ապագան կերտողները։ Մենք պետքա չհարմարվենք եւ չհամաձայնվենք։ Անհամաձայնություն պետք է դրսևորենք, հա, պայքարի ճակատ պետքա հանդիսանա հայ երիտասարդը բոլոր չարիքների համար մենք պետքա լինենք պայքարի ճակատ եւ պետք է նաեւ մենք հանդիսանանք փոքր հենասյուն մեր հայ առաքելական եկեղեցուն որպես սատար, որպես օժանդակո ուժ կանգնենք նրանց կողքին, որպես առաջամարտիկ, որպեսզի թույլ չտանք, որ այս իշխանությունը ոչ հայանպաստ գործողությունների շրջանակներում փորձի խալխլել մեր հայ առաքելական եկեղեցու հիմքերը եւ մենք պետք է կարողանանք պաշտպան լինել նրանց
միասնական ազգ, հայրենիք, պետություն գաղափարախոսությամբ եւ ես վստահ եմ, որ առաջիկայում հայ երիտասարդը իր խոսքը կասի կապ չունի ինչ բանաձևում դա կլինի իմպիչմենտի ձևաչափում, փողոցային պայքարի ձևաչափում, թե ընտրությունների ձևաչափում, ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք միասնական ազգային ճակատ, որը հաղթելու է բոլոր մարտահրավերները։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, շնորհակալություն, կհանդիպենք։